Ձեզ եմ ներկայացնում գնումների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ հարակից օրենքների նախագծերի մասին նախագիծը գնումների ոլորտում կոռուպցիոն հնարավոր դրսևորումները բացառող համակարգերի սահմանումը մնում է կառավարության առաջնահերթություններից մեկը։ Նման համակարգ ունենալու պայմանը սահմանված է ինչպես հակակոռուպցիոն ռազմավարությամբ, այնպես էլ միջազգային գործընկերների կողմից գնումների համակարգի գնահատման շրջանակում ներկայացված հաշվետվություններով։ Համակարգի ներդրման սկզբունքները ներառվել են գնումների օրենքում փոփոխությունների կատարման հայեցակարգում, որը քննարկվել է պատվիրատուների, գործարար համայնքի եւ քաղաքասարակության ներկայացուցիչների հետ։ Այս համատեքստում կարևոր է օրենքով սահմանափակել պետական բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը գնման գործընթացին։ Առաջարկում է ներդնել հետեւյալ մոդելը. Փոխկապակցված կհամարվեն պաշտոնյայի ամուսինը, պաշտոնյայի կամ նրա ամուսնու զավակը, ծնողը, քույրը, եղբայրը, ինչպես նաեւ համատեղ բնակվող անձը։ Այն ընկերությունը, որում մասնակցության եւ կամ պայմանագրի հիման վրա պաշտոնյան կամ վերջինիս նշված ազգակիցները կամ վերջիններիս մասին հանրագումարային եղանակով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի տնօրինելու դրա կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին, կանխորոշելու այդ ընկերության կողմից ընդունվող որոշումները, այդ թվում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները եւ տալու այդ կազմակերպության կողմից իր հիմնական գործունեությանն առնչվող պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ։ Մասնակցության պայմանները սահմանվում են ըստ ազդեցության հետևյալ 4 մակարդակների։ Առաջին մակարդակը հանրապետության նախագահը, ազգային ժողովի նախագահը, վարչապետը, փոխվարչապետերը, ֆինանսների նախարարը եւ վերջինիս այն տեղակալը, որը համակարգում է գնումների ոլորտը։ Այս դեպքում փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել որևէ գնման գործընթացի։ Երկրորդ մակարդակը վարչական եւ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք, բացառությամբ ազգային ժողովի պատգամավորների եւ համայնքի ավականու անդամների, գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները, քննչական մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալները, գլխավոր քարտուղարները։ Այս դեպքում փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի եւ վերջինիս կառավարման հանձնված առևտրային եւ ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին։ Երրորդ մակարդակը անկախ պետական մարմինների եւ ինքնավար մարմինների անդամները, այդ թվում կենտրոնական բանկի նախագահը եւ նրա տեղակալները, մարդու իրավունքների պաշտպանը։ Այս դեպքում փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի կողմից կազմակերպվող գնման գործընթացներին։ Չորրորդ մակարդակը առաջինից երրորդ մակարդակներում չներառված պաշտոնյաները։ Այս դեպքում փոխկապակցված ընկերությունները կարող են մասնակցել գնման գործընթացներին պայմանով, որ եթե պաշտոնյան ներառված է մրցույթի հանձնաժողովի կազմում, ապա պետք է հայտնի ինքնաբացարկ եւ դուրս գա հանձնաժողովի կազմից։ Եթե արկա չէ փոխկապակցվածություն, պաշտոնյան ստորագրում եւ հրապարակում է դրա բացակայության մասին հայտարարություն։ Մրցույթի մասնակիցը հայտով ներկայացնում է փոխկապակցվածության բացակայության մասին հայտարարություն եւ իրական շահառուների վերաբերյալ տվյալներ, որոնք հայտերը բացվելուց հետո դառնում են հրապարակային տեղեկություններ։ Ընկերությունների կողմից փոխկապակցվածության արգելքի խախտման դեպքերը կքննվեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, եւ եթե վերջինիս եզրակացությամբ կարձանագրվի խախտման փաստը, ապա պատվիրատուն պայմանագիրը միակողմանիորեն կլուծի, իսկ ընկերությունը պատվիրատուին կվճարի պայմանագրի շրջանակներում իրեն վճարված գումարի 20%-ը։ Գումարը կհաշվանցի պայմանագրի կնքման շրջանակում ընկերության կողմից որպես պայմանագրի ապահովում ներկայացված բանկային երաշխիքի գումարից։ Նաև կառավարությանը վերապահվում է գնման գործընթացների վրա պաշտոնյաների ազդեցության մակարդակի բարձրացման դեպքերը սահմանելու իրավասություն, վերջիններից գնումների գործընթացների վրա փաստացի կամ հնարավոր ազդեցություններից ելնելով, եւ պետության կողմից ստեղծված հիմնադրամների գործադիր մարմնի ղեկավարներին ազդեցության երկրորդ եւ երրորդ մակարդակներում ներառելու եւ մակարդակները բարձրացնելու իրավասություն։ Կարգավորումները ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից։